Բարև ձեզ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, հրատապ հարցեր հաղորդաշարի շրջանակներում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանի հետ։ Ես ձեզ հիշեցնեմ, հարգելի հեռուստադիտողներ, որ ունեք հեռախոսազանգերով մեզ միանալու, ձեր հարցերը հղելու հնարավորություն, բայց մենք զանգերին կպատասխանենք գովազդային առաջին դադարից հետո։ Տիկին Ադամյան, բարի լույս, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարի լույս, շնորհակալ եմ։ Մեր հարցազրույցը սկսենք թրիփի վերաբերյալ վերջին հայտարարությունից։ Ես տեսա, որ դուք Facebook-յան գրառմամբ հետաքրքիր զուգահեռ էիք տարել այդ ծրագրի եւ ժամանակին հոկտեմբերի 27-ին կատարված ոչռագործության պատճառների միջև։ Ասում եք, ինչու Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին սպանեցին հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ այցից հետո արդեն հստակ ժամանակացույցը կար այն ծրագրի իրականացման, որ այսօր կոչվում է TRIP։ Նախ ուզում եմ հասկանալ որն է այն ժամանակվա եւ ներկայիս TRIP-ի ընդհանրությունը, այդ ծրագրերի ընդհանրությունը, եւ երկրորդ, ինչպես տեսնում ենք, Ռուսաստանում չեն խորշում բարձրաձայնել, որ Հայաստանին կորցնելը դա շատ մեծ սխալ կլինի իրենց համար, եւ եթե անհրաժեշտություն կա, պետք է նաեւ հատուկ գործողություն իրականացնեն, ինչպես Ուկրաինայում։ Ճիշտ է, հետո պաշտոնական մակարդակով որոշեցին, որ պետք է հրաժարվեն Սոլովյովի այդ հայտարարությունից, նրան համարելով ընդամենը լրագրողի կարծիք, բայց ամեն դեպքում կարծիք, որը վերահաստատվեց Դուգինի խոսքով։ Հիմա ընդհանրական ծավալուն հարց է, ես կխնդրեմ մեկնաբանեք։ Շատ լավ, շնորհակալ եմ հրավերի համար։ Տեսեք, ըստ էության իմ 3 գիշերվա ստատուսի քվինտեսենցիան այդ գրությունն էր։ Այդ գրությունը առայն, որ եթե հանկարծ հոկտեմբերի 27-ի արձագանքները մենք մոռանանք, հոկտեմբերի 27-ի շոկը, հոկտեմբերի 27-ի հետևանքները մոռանանք, մենք գնալու ենք եւ 2026-ի խորհրդարանը, 2026-ի հունիսի 7-ին ընտրվելիք խորհրդարանում ձայն տանք այն ուժերին, որոնք մինչև եղել են իշխանության եւ որոնք դարձյալ հավակնում են իշխանության, կամ մեկ ուժի, կամ բոլորին միասին, այստեղ որևէ տարբերություն չկա, որտեղ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվելու։ Մենք դարձյալ պետականության տակ դնելու ենք այն ականը, այս անգամ դանդաղ գործողականը, որը պայթեց հոկտեմբերի 27-ով, որովհետև դե ֆակտո այս ամեն ինչի ձեռագիրը այն ժամանակ էլ հիմա էլ նույն կետում է։ Դա կարծում եմ բոլորի համար այլևս ակնհայտ է։ Եվ այո, հունիսի 7-ի ընտրություններին, եթե Կրեմլի վկաներից որևէ մեկը հայտնվի խորհրդարանում, դա ական է հայոց պետականության եռաբլուրի եւ այն երեխաների համար, որոնք նույնիսկ դեռ չեն ծնվել։ Ես կարծում եմ, որ իմ զուգահեռը բացարձակապես տեղին է եւ բացարձակապես հիմնավոր է, որովհետև երբ Վազգեն Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցից վերադարձավ եւ պատմեց, թե ինչ հանդիպումներ է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչ պայմանավորվածությունների է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ասուլիսը տևեց մոտավորապես երևի ժամ ու կես, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին, այդ ամեն ինչից ակնհայտ էր դառնում, որ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումը այլևս բացարձակապես խնդիր չէ։ Թե համաշխարհային բանկը, թե Եվրոբանկը, այն ժամանակ Եվրոբանկ էր կոչվում, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների Ալբերտ Գորի հետ էր եղել հանդիպումը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ պահի գործող իշխանությունները Հայաստանի Հանրապետության համար նախապատրաստել էին այնպիսի տնտեսական զարգացման ծրագիր, որով Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես դառնում էր տարածաշրջանում ամենազարգացած տնտեսություն ունեցող երկիրը։ Եթե մենք հիշենք, որ 99 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ուներ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, ապա ժողովրդավար լինելով, ամենամարտունակ բանակ ունենալով եւ ամենազարգացած տնտեսություն ունենալով, Հայաստանի Հանրապետությունը դառնում էր ընդհանրապես իրապես անկախ պետություն։ Իսկ իրապես անկախ պետությունը այլևս ընդհանրապես կարիք չուներ Ռուսաստանի։ Դա էր ամբողջ ֆոկուսը։ Բացի այդ, պայմանավորվածություններ կային թե հայ-թուրքական սահմանի բացման, թե Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, թե Արցախի հարցի լուծման, Heydar Ալիևի հետ կար պայմանավորվածություն,
բայց դա բացարձակապես չի վերաբերում մեղրիի տարբերակին, մեղրիի տարբերակով չէր լինելու այդ լուծումը։ Եվ 27-ը հենց այդ ամեն ինչը կանխելու Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես Կրեմլի վասալ դարձնելու ծրագիր էր, ինչը եւ դժբախտաբար իրագործվեց։ Հիմա թրիփին վերջին հայտարարությամբ ասում են թրիփի ինչն է լավ, եթե 74% բաժնեմասերի պատկանելու է ամերիկյան ընկերությանը, իսկ ընդամենը 26% պատկանելու է Գույք պարտքի Հայաստանին։ դիմացի ինչն էր լավ, երբ 100% նվիրվում էր Ռուսաստանին, որևէ մեկ այդ հարցին պատասխանել է։ Բաքու Ջեյհանի ինչն էր լավ այն ժամանակ, երբ Ադրբեջանը ուներ ընդամենը 10%։ Լավ էր։ Մեն Բաքու Ջեյհանը, որի շնորհիվ Ադրբեջանը հասավ իր տնտեսական անկախությանը, որի շնորհիվ հասավ իր բանակի հզորացմանը, որի շնորհիվ հասավ 2020-ի հաղթանակի նաև ոչ միայն դրա շնորհիվ։ Գիտեք, երբ դու ստանում ես անվտանգության երաշխիք, երբ դու ստանում ես քո ենթակառուցվածքները զարգացնելու հնարավորություն, երբ դու ստանում ես ընդհանրապես զարգանալու մայրցամաքներ միմյանց կապելու հնարավորություն, ու դա չի վերաբերում միայն երկաթուղուն, դա վերաբերում է թե գազատարին, թե նավթամուղին, թե մալուխին, թե էլեկտրահաղորդման գծերին, ինչ 26%-ի մասին է խոսքը։ Ինչ 26%-ի մասին է խոսքը։ Դա ինչ հաշվապահություն է։ Տնտեսությունը եւ քաղաքականությունը իրար սերտ շահկապված են։ Եթե դու հասկանում ես թե քաղաքականության բովանդակությունը, թե տնտեսության էությունը, իսկ եթե դու փորձում ես պարզապես անել քաղաքական շահարկումներ, ստացվում է, որ դու նաև տնտեսությունից ոչինչ չես հասկանում, որովհետև տնտեսության մեջ միայն տեսնում ես մարտահրավեր, բայց ոչ շանս։ Ընդ որում մարտահրավեր, որովհետև դա թելադրված է տեսնել Մոսկվայից, որովհետև եթե կա տրիպը, ուրեմն նոյեմբերի 9-րդ կետը չկա, այստեղ սկսվում է 26%-ի հեքիաթը։ Կարող էինք ավելին ստանալ Տիկին Ադամյան։ Իսկ ինչպես էինք ավելին ստանալու։ Այստեղ ինչն է որոշիչ դեր խաղացել։ Այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետությունում անցած տասնամյակներում որևէ ենթակառուցվածք այդ տարածքում չի եղել, չի գործել։ Ավելին, անցած տասնամյակներում ամենայն դեպս 99-ից հետո այդ ամեն ինչը քանդվել է Եվ վաճառվել։ Ու եկեք հասկանանք նաև այստեղ մենք գերեք ես կարծում եմ, որ այս պարագայում ես ոչ թե պետք է հետաքրքիր, եթե մենք մտածում ենք Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության զարգացման մասին, այս պարագայում ես պետք է հետաքրքրի ոչ թե այդ 26%-ը, այլ մեզ պետք է հետաքրքրի առաջին քաղաքական հարց, երբ է հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանից դուրս գալու ռուս սահմանապահը։ Երբ որովհետև ակնհայտ է, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի, քանի դեռ այնտեղ են ռուս սահմանապահները։ Եվ հայ-իրանական սահմանից եւս նրանք պետք է հեռանան, որպեսզի տրիպը սկսի լիարժեք գործել։ Դա մեկ, եւ երկրորդ խնդիրը, որի մասին բազում հարցազրույցներում հենց ձեզ հետ մենք խոսել ենք։ Հայկական երկաթուղին, որը տրվել է կոնցեսիոն կառավարման ռուսներին, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին օրերին, 20 տարով, ոչ թե 30, այլ 20 տարով, որը լրանում է 28 թվականին, ինչքան ենք այդ հարցը մենք համատեղ իդեպ արձարծել, որ պետք չէ սպասել 28 թվականին, որովհետև կամ բոլոր հնարավորությունները իր պայմանագիրը ընդհանրապես վերանայելու, քանի որ ռուսական կողմը իր պարտավորություններից որևէ մեկը չի կատարել։ Եթե կարծում եք կատարել է, եկեք համատեղ անցնենք այդ բոլոր տեղերով եւ տեսնենք քանի կայարան է գործում։ Ընդհանրապես քանի կայարան կա։ Սասունցի Դավիթի, Երևանի Սասունցի Դավիթ կայարան չհաշված։ Քանի ենթակառուցվածք է գործում։ Ինչ վիճակում են երկաթուղագծերը։ Չէ՞ որ երբ հանձնվում էր կոնցեսիոն կառավարման, այդ ամեն ինչը պետք է գործեր։ Բայց ռուսները չգիտես ինչի որոշեցին, որ դե միևնույն է Վրաստանի հետ սահմանը չի բացվելու, Ադրբեջանի հետ սահմանի մասին ընդհանրապես մոռացեք, ինչի մասին է խոսքը, դա ներպետական երկաթուղի է, որը կարող է եւ չգործել։
որևէ մեկը հաշվել է, թե եթե այդ ներպետական երկաթուղին սոսկ Հայաստանի Հանրապետության սահմաններում գործեր, մենք ինչ եկամուտներ կստանայինք այն պարագայում, որ այդ եկամուտները, այդ գումարները, ոչ թե եկամուտները, այդ գումարները ստիպված էինք ծախսել ավտոճանապարհների վրա։ Եթե գործեր երկաթուղի։ Որևէ մեկը հաշվել է, թե ինչքան ներդրում պետք է աներ Ռուսաստանը, որ ընդհանրապես չի արել։ Կոռուպցիոն ինչ սխեմաներ են այս ընթացքում գործել։ Ինչու 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո, երբ փորձեցին հասկանալ ինչ է կատարվում ՌԺԴ-ում, Լավրովը ժամանեց Երևան։ Ինչու։ Եվ ինչու նրա ժամանումից հետո այդ խնդիրը մղվեց երկրորդ պլան։ Եվ վերջապես Նիկոլ Փաշինյանը գնաց հանդիպեց Պուտինի հետ եւ այդ խնդիրը դրեց, եթե դուք չեք կարողանում կոնցեսիոն ձեր պարտավորությունները կատարել, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է սեփական բյուջեից այդ հարցը լուծել։ Մեկ ամիս է անցել համարյա, մենք ունենք պատասխան։ Եթե լիներ, կարծում եմ կլիներ հրապարակային։ Հիմա մեզ համար շատ ավելի կարևոր չեն այս հարցերը, որպեսզի վերջապես այդ ծրագիրը, որը օր առ օր մարմնավորվում է, սկսի աշխատել, քան թե ինչու 26%, հենց այդպես 26%, 26%, որովհետև դուք չունեք ենթակառուցվածք, 26%, որովհետև մարդիկ գալու են եւ գրեթե 0-ից սկսելու են աշխատել, ու այդ 0-ից սկսելու ներդրումների ծավալը պարտադրում է հենց այդ իրենց 74%։ Եվ իդեպ այդ 26%-ը, եթե հաշվում է գումարային, դուք ասում եք միայն տոկոսը, որը 74-ի համար բնականաբար փոքր է ինչու, բայց եթե դուք սկսեք գումարային ծավալով հաշվել, հավատացնում եմ ձեզ, որ դա բավականին մեծ գումար է։ Եվ ի տարբերություն նույն Ռուսաստանի, այստեղ պայմանավորվածությունն այնպիսին է, որ 49 տարի հետո, երբ ամերիկյան կողմը իր ներդրումների համար ծախսած գումարը հետ կվերադարձնի, այդ բաժնեմասերի հարաբերակցությունը կփոխվի, որը դժվար է պատկերացնել այլ կարող է շատ ավելի շուտ փոխվել, քան 49 տարին։ Տեսեք, Ռուսաստանի դեպքում մենք ընդհանրապես ոչինչ չէինք ունենալու, ոչինչ։ Ռուսաստանի դեպքում մենք ունենալու էինք պատով անջատված տարածք, որի ներսում գորշ գոտի էր լինելու, մենք չէինք հասկանալու այդտեղ ինչ է կատարվում։ Հայաստանի Հանրապետության, իբրև ինքնիշխան պետության որևէ օրենք այդ գորշ գոտում չէր գործելու։ Միթե սա ավելի նախընտրելի է, քան տրիպը։ Ես չեմ հասկանում մարդիկ եթե ունեն տրամաբանություն, ինչու է տրամաբանությունը աշխատում է մի ուղղությամբ միայն, ինչ անել անուն Ռուսաստանի։ Տիկին Ադամյան, երեք վարչապետը հայտարարեց, որ այո, միանշանակորեն Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Սա երեկվանից դարձել է օրվա խոսք եւ մեկնաբանվում է, որ այսպես է լինում կլանումը, երկրի կլանումը առանց կրակոցի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ սեփական էներգետիկ հնարավորություններն ուժեղացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը էներգետիկ կապվածության մեջ է դնում Հայաստանը Ադրբեջանից։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Երեք ես ստիպված եմ վերադառնալ իմ վերջին նախադասությանը, եւ դու ամեն ինչ դիտում ես տեսակետից, որ տեսակետից քեզ թելադրում են, դու քո երկրի շահերը չես տեսնում։ Եթե դու Ադրբեջանի հետ էներգետիկ կախվածությունից ես մտածում, չես մտածում, Ադրբեջանն էլ քեզնից է էներգետիկ կախվածության մեջ, որ դա փոխադարձ կախվածություն է։ Եվ վերջին հաշվով, եթե Նիկոլ Փաշինյանը փորձեր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ այդ հարցը լուծել, պատկերացնում եք ինչ քննադատությունների տարափեղեղ էր տեղալու, կամ Ֆրանսիայի դեպքում, կամ Ֆրանսիայի, նույն Ֆրանսիայի, ինչու ոչ Ֆրանսիայի։ Գիտեք, բոլոր այդ քննադատության հեղինակները գլոբուսի վրա ունեն միայն մեկ երկիր։ Ես հոգնել եմ արդեն այդ մասին խոսելուց։ Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պատրաստ են եւ տասնամյակներով ստորադասել են Ռուսաստանին, նրանց ընդհանրապես որևէ տեսակետ մեկնաբանելը սոսկ նրանց ֆորատալ է, նրանց տիրաժավորել է, ու պետք չի նրանց տեսակետները ներկայացնել լայն հանրությանը, որովհետև իրենք ունեն այդ
հնարավորությունը իրենց լրատվամիջոցներով, իրենք կարող են իրենց խոսքը սոցիալական ցանցերով տեղ հասցնել, պետք չի ավելորդ անգամ մարդկանց նյարդերը սղոցել այդ անհետեցություններով։ Հայաստանի Հանրապետությունը պետք է զարգանա։ Զարգացման հնարավորություն այսօր Հայաստանի Հանրապետությունը տալիս է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ TRIP ծրագիրը։ Զարգացման հնարավորություն Հայաստանի Հանրապետությանը տալիս են Եվրամիության հետ հարաբերությունները։ Համենայն դեպս պատերազմից հետո այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության վրա ոչ Ռուսաստանը կամ Ռուսաստանի սադրանքով Ադրբեջանը չհարձակվեցին, մենք շնորհակալ պետք է լինենք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախորդ իշխանությանը եւ եվրադիտորդներին։ Գոնե այդքանը կարծում եմ բոլորը բացահայտորեն պիտի խոստովանեն, որովհետև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի այն հատվածները, որ մենք ցավոք կորցրինք, դարձյալ կորցրեցինք ռուսների հերթական դավաճանությամբ, որովհետև ռուսների խնդիրը այստեղ պետություն ունենալը չէ։ Եվ դա իրենք արդեն ասում են բացահայտ հայտարարում են Դուգինները, Զախարովները, Սալավյովները, շատ ավելի բարձր Լավրովները։ Իդեպ Լավրովի այդ հայտարարությունը ոչ առաջի անգամ է, ցավոք թերևս ոչ էլ վերջին անգամ է, որովհետև այն ամեն ինչը ինձ Լավրովի գործունեության հիմքում եղել է, իբրև Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականություն, եղել է ագրեսիա բոլոր պետությունների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունը այդտեղ եզակի չի։ Իսկ ինչ է նշանակում Վրաստանի դեմ հարձակումը, ինչ է նշանակում Մոլդովայի դեմ վարած քաղաքականությունը եւ վերջապես ինչ է նշանակում պատերազմը Ուկրաինայի դեմ։ Պատերազմը Ուկրաինայի դեմ, որը շատ ավելի արդեն երկար է, քան երկրորդ համաշխարհային պատերազմի մաս դարձած հայրենական պատերազմներ։ Եթե ուզում եք, որ այս ամեն ինչը փոխվի, ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունում պետք է փոփոխություններ լինեն։ Ակնհայտորեն Ռուսաստանի Դաշնությունը մնացել է 20-րդ դարում։ Ռուսաստանի Դաշնությունն աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին դատում է իր կայսերապաշտական կարծրատիպերով, որովհետև Ռուսաստանի Դաշնության համար 21-րդ դարը դեռ չի եկել։ Ռուսաստանի Դաշնությունում ժամանակները չեն փոխվել։ Վլադիմիր Պուտինին թվում է, թե ինքը նոր եկել է իշխանության, նոր գուցե 2002 թիվն է, 2003 թիվն է, չգիտեմ, այնտեղ 4 թիվն է, որ թիվն է, նոր եկել է իշխանության եւ պետք է դեռ անverջ իշխի։ Այդպես չի լինում։ Ժողովրդավարության ռուսական մոդելը այլևս վաղուց վերածվել է բռնապետականի։ Մենք դա պետք է հասկանանք։ Եվ այն բոլոր հարաբերությունները, որ մենք ունենք Ռուսաստանի հետ, որևէ զարգացման երաշխիք չունեն, ոչ թե որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ են գեներացվում կամ չգիտեմ ինչ, այլ ոչ, միանգամայն հակառակը։ Ռուսական շահը տարածաշրջանում փոխվել է։ Ռուսաստանը ինքն է Հայաստանի նկատմամբ վարում հակահայկական, հակաքրիստոնեական նույնիսկ քաղաքականություն, թեպետ չգիտես ինչի, այնտեղ նույնիսկ պաշտպանում են, ասենք, քրիստոնեական արժեքները Հայաստանի Հանրապետության իշխանությունից, պաշտպանում են Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիոն սխեմաներով գործող մարդկանց, անվանելով քաղբանտարկյալներ, մոռանալով, որ իրենց բանտերում հենց իրենց բանտերում են իրական քաղբանտարկյալները, որոնց կեսը արդեն կամ թունավորվել է, կամ մահացել է, կամ անհայտ կորած է, կամ էլ երկրից վտարանդվել է։ Հիմա դու այդ երկրի քաղաքականությունը ինչպես մեկնաբանես, ինչը մեկնաբանես։ Գիտեք, ես արդեն իսկապես ինձ համար այս ամեն ինչը մի քիչ նույնիսկ դժվար է, որովհետև ես անդադ ստիպված եմ խոսել Ռուսաստանը են։ Հավատացեք, դա ինձ հաճույք չի պատճառում, ես այդ ամեն ինչի մեջ իսկապես մեծ ցավ եմ ապրում ռուս ժողովրդի համար, որը նույնքան թերևս եւ հալածյալ է, եւ քաղբանտարկյալ է իր իսկ երկրում, եւ նույնքան ու ավելի գուցե զրկանքների է ենթարկվում, քան անգամ Ուկրաինայի ժողովուրդը, որովհետեւ երկու երկրներն էլ հավասար զավակներ են կորցնում։
Տիկին Ադամյան, թե ինչի է պատրաստ Ռուսաստանը այստեղ եւ մենք ինչպես կարող ենք այդ ռիսկերին ու մարտահրավերներին դիմագրավել, դրան անդրադառնան գովազդային ընդմիջումից հետո մեզ դիտողներին հիշեցնեմ, որ դուք կարող եք զանգահարել գովազդից հետո, ես տեսնում եմ, որ այս պահին մենք արդեն ունենք հեռախոսազանգեր, մեր եթերում գովազդ է, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 փաունդը 2.99, նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական և ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Նոյան տապան ուղիղ եթերում շարունակում է իր աշխատանքը, ես հիշեցնեմ, որ զրուցում եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանի հետ, Տիկին Ադամյան, ինչպես խոստացել եմ, մենք ունենք զանգեր, դրանց պատասխանենք եւ հետո կանդրադառնանք Ռուսաստանի հնարավոր գործողություններին։ Սիրո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լսում ենք։ Շնորհավորում եմ ձեր հաղորդումը։ Ուրեմն դե Նոյան տապանում երեք լավ շատ բաներ ներկայացուցիչներ ունեն, որ գալիս են հաղորդմանը, կարևոր, բայց ամենակարևորը երեք հոգի են, որը Տիկին Ադամյանն է, որը խիզախ անվախ եւ ճիշտ հարցերը պարզաբանող, Ազատ Արշակյանը եւ մի հոգեկա կներեք ազգանունչեմ Ղարաբաղից ազգային ժողովի պատգամավորը, պաշտոնները, մեծ պաշտոնները տարած եւ
պատերազմի մասնակցած կապույտ աչքերով 60-65 տարեկան Վահրամ Աթանեսյանը Պարզապանմայինի 1-2 րոպե տուր, որտեղ շատ կարևոր բան եմ մեկնաբանում եւ հարց ունեմ։ հարցը խնդրում եմ ձևակերպեք։ Ուրեմն շատ ճիշտ պարզաբանում է։ Մենք Ռուսաստանում ասում ենք Ռուսաստանը շատ լավ ժողովուրդ է, ժողովուրդը լավ ժողովուրդ է, բայց ղեկավարն սա կոռուպցիոներ են իր ղեկավարի հետ միասին եւ ինքը իրան երկրորդ դերի տեղադրում։ Այսինքն 4 տարի է 1.300.000 զոհ է տվել, որ իր ժողովրդին 1% 25% անում, իսկ մեր Հայաստանը 44 օրվա պատերազմում իր փոքր 2-3 միլիոն չկա 2 միլիոն ենք 1 միլիոնը արտասանում գրանցված Հայաստանում Պակիստան, Ադրբեջան, Թուրքիա եւ մի 1000-2000 վարչական զինվորներ ինքը 4,000-ից 5,000 Հարգելի հեռուստադիտող, կխնդրեմ հարցը ձևակերպեք։ Այո, ինձ մի րոպե ժամանակ Ժամանակ 1 րոպե չեն կարող, հարգելի հեռուստադիտող, խնդրում եմ հարցը մենք կհասկանանք ենթատեքստը։ Այո, ուրեմն Ռուսաստանը ցույց տվեց, որ մեր դաշնակիցը լելով Ադրբեջանի, որտեղ հիմանդրություններն է գալիս, շատ կարևոր է այս հարցը։ Ուրեմն Ռուսաստանը զենք տվեց Ադրբեջանին, որ մեր դաշնակիցներ եւ Արցախի ժողովրդին ասեց, որ ես դեր մեջքին եմ, Արցախն էլ իրանց պաշտպանեց, Հայաստանի պաշտպանելու համար եւ տվեցինք Արցախը։ Հիմա մեզ մինակ էս Թրամփի Պուտինը, Թրամփի բանը տրիպը, այդ մեր մի փրկությունն է։ Ռուսը մենք չենք սիրում, ինքը ժողովուրդը լավն ասում է, ռիսկ բլագարոդնի դելը։ Հարցը ո՞րն է, հարգելի հեռուստադիտող, հարցը։ Հարցը սենա, որ 100 տարի Ռուսաստանին լսեցին, 30 տարի էլ մի րոպե, վերջացնում եմ, 30 տարի էլ անկախության ժամանակ տվինք, մնացում ենք զրո, մեր փրկությունը Եվրոպայի, Արևմուտքի եւ Ամերիկայի եւ Թրամփի ուղին է։ Շատ լավ, մեր բանախոսն էլ նույն բանը ասում, շնորհակալություն։ Թերևս ավելացնելու ոչինչ չկա, որովհետև սա ավելի շատ ելույթ էր, քան անկեղծորեն հարց։ Ես այդպես էլ հարցը չհասկացա, բայց լավ է որ գիտակցումը կա, Տիկին Ադամյան։ Ինձ մնում է միանգամայն համաձայնվել, ցավոք ազգանունը թերևս չիմացանք, հարգելի հեռուստադիտողի հետ, ինձ մնում է միայն համաձայնվել եւ ես կարծում եմ, որ որքան շատ լինեն նման մտածող մարդիկ, այնքան շատ ավելի հեշտ կլինի բոլորիս գործը։ Շնորհակալ եմ։ Զանգ ունենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտող։ Հելո։ Դուք միացել եք մեզ, կխնդրեմ հարցը ձևակերպեք։ Okay։ Դու այսօր շատ արտակարգ գեղեցիկ ես, գեղեցկուի։ Հիմա այս հարցը ուզում եմ, երկու հատ հարց ունեմ։ Առաջի հերթին այս մեր հույրին ես ուզում եմ մի հատ առաջարկություն անել։ Ավելի լավ է ինչ-որ ռուսների հետ հարաբերություն անել, քան թե թուրքերի հետ հարաբերություն անել, որովհետև մենք թուրքերի հետ շատ վատ վիճակի մեջ կգնենք։ Շատ լավ։ Եթե խաբեն թուրքերը։ Երկրորդն էլ ուզում եմ իմանալ այս կրոջից այս ինքը Փաշինյանական քարոզա որանում այդ մորախոտը եպա է հեռանալու մեր երկրից։ Շատ լավ, հարգելի հեռուստադիտող, շնորհակալություն։ Կոռեկտ չեմ համարում նման ձևակերպված հարցերին պատասխանել։ Պարզապես կոռեկտ չեմ համարում։ Շատ լավ, Տիկին Ադամյան, հիմա իմ բուն հարցին հոկտեմբերի 27-ը իրականում ֆիզիկական ոչնչացում տեղի ունեցավ մեր պետական այրերի։ Հիմա ուզում եմ հասկանալ, երբ որ զուգահեռ անցկացնում եք, այդ մտավախությունը կա, որ կարող է նաև ֆիզիկական ոչնչացման գործահասնել, թե ամեն դեպքում, եթե իրենք որոշել են փափուկ ուժի համար $165 միլիոն ծախսել, գիտակցում են, որ հանրային տրամադրություններում, եթե ցանկանում են փոփոխություն, իմիջի վերականգնում, իրենք ամեն դեպքում պետք է այլ մեթոդների դիմեն։ Իսկ արդյոք նրանք ցանկանում են իմիջի վերականգնում կամ հանրային տրամադրությունների փոփոխություն։ Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանը խորապես տկած ունի ցանկացած երկրում իր մասին ինչ են մտածում։
այլապես այդ քաղաքականությունը չէր վարի։ Եկեք հիշենք, թե 21 թվականի արտահերթ ընտրություններից հետո ինչ էր ասում Մեդվեդևը Հայաստանի Հանրապետության ղեկավարության մասին։ Եվ վերջապես հիշենք, թե ինչ են անդադ բարբաջում, նշեցինք արդեն բազում անուններ, որոնք կրկնել չեմ ուզում։ Վերջապես ժամանակն է հասկանալու, որ Ռուսաստանի Դաշնությանը հետ խորհրդային տարածքի որևէ պետությունում պետք չի այնպիսի իշխանություն, որը իրեն չի ենթարկվում։ Սա է ամբողջ խնդիրը, այս պատճառով չի ավարտվում Ուկրաինայի պատերազմը, որովհետև Ուկրաինայի ժողովուրդը ուզում է մնալ ինքնիշխան, զոհեր է տալիս, բայց պատրաստ է զոհվել, որպեսզի իր զավակները լինեն ինքնիշխան երկրի քաղաքացի։ Այսպես մենք կորցրեցինք Արցախը, որովհետև արցախցիները չգիտես ինչու ավելի շատ հավատում էին ռուսներին, քան որևէ մեկին։ Դե ստացան ռուսներից, ստացան հայրենազրկումը, ստացան իրենց տան կորուստը, ստացան իրենց ներկայի ու ապագայի կորուստը, քանի դեռ չի փոխվել Ռուսաստանի իշխանությունը։ Եվ ես զարմանում եմ, որ արցախցիների շրջանում դեռ գնում է այնպեսի քարոզ, որ եթե դուք գնաք ու 20-26 ընտրություններում բոլոր նրանք ովքեր ունեն քաղաքացիություն, եթե գնաք եւ ձայն տակ Ռոբերտ Քոչարյանին կամ այդ փաղանգից որևէ մեկին, դուք ստանալու եք Արցախ վերադառնալու հնարավորություն։ Այսինքն դուք ստանալու եք ոչինչ անալու հնարավորություն դե ֆակտո ռուսների միջնորդությամբ։ Ինչի մասին է խոսքը։ Ռուսաստանի Դաշնությունը մշտապես տարածաշրջանում փորձում է առաջ մղել իր շահերը, ոտնահարելով այն պետությունների շահերը, որոնք փորձում են ինքնիշխանություն դրսևորել։ Սա է ֆոկուսը։ Շատ լավ, զանգի պատասխանենք։ Զանգը անջատվեց։ Տիկին Ադամյան, եթե Ռուսաստանը թքած ունի հանրային տրամադրությունների եւ կարծիքների վրա, սա նշանակում է իսկապես ավելի կոշտ գործողությունների գնալու ռիսկ։ Որևէ կոշտ գործողության գնալու Ռուսաստանի Դաշնությունը 165 միլիոն թե միլիարդ հատկացվի Հայաստանի Հանրապետության տարածքում այլևս ունակ չէ։ Եկեք հասկանանք, թե ինչ վիճակում է գտնվում հիմա ինքը Ռուսաստանը։ Ես պատահաբար չհիշատակեցի, որ Ռուսաստանը չի կարողանում ավարտել անգամ Ուկրաինայի դեմ սկսած պատերազմը, որը 3 օրում պետք է ավարտել։ Անգամ այդ պատերազմը չի կարող ավարտել։ Ինչ է անել Ռուսաստանը Հայաստանի հետ ընդհանուր տարածք չունեցող, իր հետ ընդհանուր տարածք չունեցող Հայաստանի հետ։ Փորձելու է պետական այրերին, առանցքային Ադրբեջանին սադրել, Ադրբեջանը չի սադրվելու։ Թուրքիայի միջոցով եւս որևէ գործողության չի կարողանալու գնալ, որովհետեւ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, այլևս Ռուսաստանի հետ այդ ընդհանուր տեսլականը չունեն։ Եվ ես կարծում եմ, որ այդ Մոսկվայից թելադրված նարատիվը առայն, որ եթե հանկարծ ռուսները այստեղից հեռանան, գալու են թուրքերը ու թուրքերը ձեզ ուտելու են, այ հիմա մեզ պարտադրվում է նաեւ այդ նարատիվը։ Այն դեպքում, որ համաձայնությունը ձեռք է բերված ԱՄՆ-ի հետ։ Այն դեպքում, երբ վաղուց արդեն Հայաստանի Հանրապետությունում ռուսները հեռանում են, ու այստեղ եկել են Եվրամիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ոչ Թուրքիան, կրկնում եմ, եւ վերջին հաշվով, տասնամյակներով, հարյուրամյակ, մենք գոռացինք ճանաչեք ցեղասպանությունը, գոնե մեկ փաստաթուղթ իշխանությունները, գործած այդ տասնամյակներում գործած իշխանությունները, որոնք հարյուրամյակին թղթածրար էին խոստանում, ձևակերպեցին, ինչ են հասկանում ցեղասպանության ճանաչում ասելով։ Փոխհատուցում, ինչ են ուզում Թուրքիան։ Եվ եթե Թուրքիան անգամ ճանաչի ցեղասպանությունը, ասելու են շնորհակալություն, որ ճանաչեցիք, ամեն ինչ անցավ։ Գիտեք, սրանք շատ ցավոտ հարցեր են, եւ այս հարցերի հետ չի կարելի խաղալ այսպես մակերեսով անցնել։ Մենք զանգ ունենք, պատասխանենք։ Բարև ձեզ։ Լսում ենք, հարգելի հեռուստադիտող։ Տիկին Ադամյանին երեք հարցում եմ։ Նախ երբ որ բանակցությունը տրիպի վերաբերյալ 24-76 այդ հարաբերակցությամբ դրանից առաջ ադրբեջանցիներ էին բանակցում, հիմա քանի որ այդ ճանապարհը բացվել է հատուկ ադրբեջանցիների համար, ով ասեց մասնաբաժին ունի ադրբեջանցիները, սա առաջի հարցը։ Երկրորդ հարցը, դուք այսպես քննադատում եք ռուսական ամեն ինչը, բայց ԵԱՏՄ-ից
իշխանությունը դուրս չի գալիս, հապկից դուրս չի գալիս, ընդհակառակը հələ գնում է Շանհայի միություն է մտնում, ավելի է կապերը ուրեղացնում Ռուսաստանի հետ։ Հետո դուք ասում եք հիմա այդ Թուրքի մնում է Թուրքի ցանկացած ժամանակ է կհարձակվի Հայաստանի վրա։ Դուք դա չեք կարող երաշխավորել։ Եվ երրորդ հարցը, էներգետիկ աղբատություն դաստորեն ասում է Թուրքիայի հետ։ Թուրքիայի էներգետիկ աղբատություն մտնում։ Իսկ Սամվել Պետրոսյան գիտնական կա, ով հանդիպել է նաև Փաշինյանի հետ եւ առաջարկել է էլեկտրոէներգիա արտադրել, այնքան էլեկտրոէներգիա, որ ամբողջ տարածաշրջանին կարող է մատակարարել։ Այդ մեր հզորությունը թողած մենք գնանք հետ ենք, այսպես աղբերաբաժինանում։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հարցերի համար, տեսեք։ Ինչ վերաբերում է, որ սա ճանապարհ է Ադրբեջանի համար, բացարձակ թյուր պատկերացում է, սա ճանապարհ չի Ադրբեջանի համար, սա մայրցամաքներ միմյանց միացնող ճանապարհ է։ Սկսենք դրանից։ Ինչ վերաբերում է էներգետիկ անկախությանը, իսկ ով ասաց, որ Հանրապետություն կուսակցությունը, որի ներկայացուցիչն եմ ես, համաձայն է քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ իր ղեկավարի վարած քաղաքականությանը, ով ասաց։ Մենք ընդհանրապես քանիցս հենց դες է, սա շատ եմ հիշատակում ձեզ այդ հարցազրույցները, ուղղակի փաստեր։ Որովհետև դրանք փաստեր են։ Ուղղակի դա փաստեր է, չեմ կարող այդ փաստերը շրջանցել։ Ինչքան ենք մենք խոսել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը օր առաջ պետք է դուրս գա հապկից։ Ինչքան ենք մենք խոսել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը 2018 թվականին հայտարարեց տնտեսական հեղափոխություն եւ դե ֆակտո ոչինչ չարեց այդ տնտեսական հեղափոխությունը իրականացնելու համար։ Առայն տնտեսության կառուցվածք չփոխվեց, մոնոպոլիաների նվազեցում Հայաստանի Հանրապետությունում չեղավ։ Հայաստանի Հանրապետությունը առ այսօր բանակցում է եւ չգիտես ում հետ վերջին հաշվով ինչ է բանակցում միջուկային անվտանգության խնդրով, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքում երկրորդ ԱԵԿ-ի կառուցման խնդրով։ Մենք չգիտենք դա մոդուլային ԱԵԿ է լինելու, մենք չգիտենք դա հին ռեակտորներ են լինելու, թե ինչ է լինելու։ Որոշ շրջանակներ գուցե գիտեն, բայց քանիցս մենք առաջարկել ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է տեղակայվեն մոդուլային ԱԵԿ-ներ, շատ ճիշտ կլինի, որ մեկն էլ հենց լինի Սյունիքում, մոդուլային ԱԵԿ-ների առավելությունն այն է, որ կարող են մի քանի տեղ տեղակայվել, պարտադիր չի, որ դա լինի մեկ, ինչպես մեծամորն է, մեկ-երկու մեծ ռեակտոր եւ անշարժ, դա կարող է հնարավոր է շարժական լինի։ Էներգետիկ անվտանգության մասին խոսել ենք, պարենային անվտանգության մասին խոսել ենք, ժողովրդագրական անվտանգության մասին խոսել ենք, ջրային պաշարների անվտանգության մասին խոսել ենք, ամենակարևորը տնտեսական անվտանգության մասին խոսել ենք։ Ով ասաց, որ Հանրապետություն կուսակցությունը համաձայն է Նիկոլ Փաշինյանի վարած այս հավասարակշռման քաղաքականությանը։ Ինչքան ենք մենք դա քննադատել, ինչքան ենք մենք ասել չի կարելի լարախաղացություն անել երկու աթոռների վրա։ Չի կարող երկար ժամանակ։ Եվ դա չի կարող, այո, միանգամայն ճիշտ եք, բացարձակապես ձեզ հետ համաձայն եմ, դա չի կարող շարունակվել երկար ժամանակ առճակատման գնացած երկու բևեռների միջև։ Եվ Ռուսաստանի Դաշնությունից քանիցս այդ մասին խոսել են թե Լավրովները, թե Օվերչուկները, թե Պեսկովները, թե մյուսները, բայց նրանց արածը սոսկ սպառնալիք է, իսկ մեր խնդիրը այստեղ նա է, որ մենք նախադրյալներ ստեղծենք, հապկից մենք հենց այսօր պետք է դուրս գանք, երեք պետք է դուրս եկած լինեինք, մեր խնդիրները այս ամբողջ ընթացքում եւ Հանրապետություն կուսակցությունը այդ անելու բազում քայլեր է առաջարկել, թե ինչպես անել, որ դա անցնցում լինի հայ այն տնտեսվարողի համար, որը դեռ պատրաստ չի մրցունակ ապրանք արտահանել, լոգիստիկ ճանապարհների փոփոխության, տնտեսության կառուցվածքի փոփոխության, նույնիսկ առանձին արտադրատեսակների արտադրության կազմակերպման ծրագրեր ենք ներկայացրել։ Ինչի մասին է խոսքը։ Շատ լավ, Տիկին Ադամյան, հիմա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են միանալ այդ խաղաղության խորհրդին։ Դուք ինչ եք հասկանում այս խաղաղության խորհրդի ասվածից։
Սա ինչ է ենթադրում, ինչու համաձայնեցին։ Մենք հեռախոսազանգ ունենք, անպայման պատասխանենք, հետո շարունակենք։ Բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ, Տիկին Զախարյան, ողջունում եմ ձեզ հրավեր գնդելից, ուրախ եմ ինչել ձեզ վերջապես երկար այո ընդմիջումից հետո տեսնելու եթերում։ Բարև ձեզ, Տիկին Ադամյան, ես ձեզ շատ եմ լսել տարբեր հանրային բանավեճերում եւ այլն, համաձայն եմ ձեր ասածների հետ։ Հույս ունեմ դուք կպատասխանեք այսօր բոլոր հարցերին, կորեկինենց է հաղորդման ձևաչափն է, բայց այսի հարց, Տիկին Ադամյան, մենք շատերս խնդիր ունենք այն արևմտամետ կամ անկախ ուժերի հետ, ովքեր կրկնում են իշխանությունների ասածները, նույնիսկ եթե դրանք ճիշտ են, եւ խոհարկում են նրանց բացթողումները։ Սա հիմա եւ դա ես ասել եմ Հարություն Մկրտչյանին, ձեր ուժի տեխնացուին վաղաշաբաթում եւ դա ասում եմ ձեզ։ Սա հիմա հարցը այո, Ռուսաստանը թշնամի է, եթե դա այդպես է, որ այդպես է, եւ եթե Փաշինյանը դա ասում է, ինչու ձեր կարծիքով Փաշինյանը չի փակում ռուսական ալիքները, Սպուտնիկը եւ այլն։ Ուշադրություն, Տիկին Ադամյան, ես չեմ հարցնում, թե ինչ նա պետք է անի։ Ես հարցնում եմ ձեզ ձեր կարծիքով ինչու նա դա չի անում։ Ես նույնիսկ չեմ անդրադառնում, որ հապից դուրս չի գալիս, որ ԵՄ-ին չի դիմում, ինչու այս թույնի աղբյուրը չի փակում, եւ եթե դա չի անում, կարող ենք մենք ենթադրել, որ ձեր վարչապետը անկեղծ չէ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ վարչապետը Հայաստանի Հանրապետության նրան ընտրած բոլոր հայերի վարչապետն է եւ ոչ թե մեր վարչապետը։ Եվ շատ ճիշտ կլիներ այդ հարցը ուղղել քաղաքացիական պայմանագրի ներկայացուցին, կարծում եմ ձեզ մոտ լինում են ԿՊ-ից հյուրեր։ Դա մեկ, երկրորդը, ինչու չի անում։ Չի անում, որովհետև վարում է հավասարակշիռ քաղաքականություն։ Չի անում, որովհետև փորձում է Ռուսաստանի Դաշնության հետ իր կարծիքով կամ իր քաղաքական ուժի կարծիքով ինչ որ զսպման միջոցներ պահել, բայց ակնհայտ է, չէ, որ ոչինչ չի ազդել թե Սալավյովի հաղորդման փակումը, կոնկրետ Սալավյովի հաղորդման փակումը, թե, չգիտեմ, այնտեղ այլ հաղորդումների նկատմամբ ինչ որ հայտարարություններ, նախազգուշական միջոցներ, ԱԳՆ-ի նոտաներ եւ այլն, չի ազդում։ Մարդիկ վարում են Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ։ Իբրև պետություն Հայաստանի Հանրապետության դեմ վարում են հիբրիդային պատերազմ, եւ այդ հիբրիդային պատերազմի դրսևորումներից էր նաեւ 2020-ից հետո սկսված Հայաստանի Հանրապետությունում սկսված շարժումները, դիմադրության շարժում, սրբազան շարժում, անսուրբ շարժում, չգիտեմ էլ հոգեվորականների ներգրավում եւ վերջապես միլիարդատիրոջ օթապարիկով իջեցում Հայաստանի Հանրապետության տարածք։ Այդ դա է հիբրիդային պատերազմը։ Դա է այն ամենը, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ Հայաստանի Հանրապետության ցանկացած պետության մասին մտածող, պետության շահերով ապրող, ինքը իր մասին մտածող քաղաքացու ոտքի տակ դառնալու է պայթող ական, եթե ոչ այսօր, վաղը։ Շատ լավ, Եվրամիությունն էլ Հայաստանին օգնելու է այդ հիբրիդային պատերազմի դեմ պայքարում։ Այո, օգնելու է, բայց դա լինելու է համակարգ։ Դա չի ընդհանրում, որ կարելի է փակել այդ քարոզչա ալիքները։ Վաղուց պետք էր փակել այդ ալիքներով, այդ մասին ինչ որ առարկություն ունի։ Ես կարծում եմ, որ այդ ալիքները վաղուց անտի պետք է փակված լինեին։ Եվ սխալ է նույնիսկ իշխանություններից ոմանց, իշխանության ներկայացուցիչներից ոմանց այն տեսակետները, որ եթե այդ ալիքները փակվեին, մենք չէինք իմանա մեր մասին ինչ են ասում եւ համենայն դեպս այո, ռուսները իրենք հարուցում են Հայաստանի Հանրապետությունում հակառուսական տրամադրություններ։ Դա է ճշմարտությունը։ Եվ գուցե դրա համար էլ չեն փակվում։ Ես չեմ կարծում, որ դրա համար չեն փակվում, պարզապես այդ փակելու պարագայում էլի ստանալու են ինչ որ մի երկու օրով փակվելու է լարսը, որ առանց այկել եղանակային պայմանների պատճառով մեկ փակվում է, մեկ բացվում է, ստանալու են հերթական տհաճությունները, Օվերչուկը այնտեղից հանկարծ նորից հիշելու է, որ դե գիտեք ինչ դուք ԵՄ-ին անդամակցելու մասին օրենք եք ընդունել, ԵՄ-ն ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, դարի գյուտը, ով չգիտեր, որ անհամատեղելի են, ստանալու են հերթական նման հայտարարությունները։ Պարզապես ես կարծում եմ, որ իշխանությունը ընտրություններից առաջ փորձում է հնարավորինս չեզոքացնել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետության դեմ, ինքնիշխանության դեմ, ընտրությունների դեմ, հետընտրական հնարավոր գործընթացները գեներացնելու դեմ սպառնացող վտանգը։ Իզուր փորձեր, միևնույն է, եթե լինելու է, իրենց այդ ջանքերը
Ոչինչով չեն փոխելու, դա նշանակում է ուխտին գտալով ջուր տալ։ Ուղիղ եթերում Նոյան Տապանն է, հրատապ հարցեր հաղորդաշարի շրջանակներում զրուցում եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանի հետ։ Տիկին Ադամյան, մեր հեռուստադիտողը Թուրքիայի հետ կապված չի ստացել հարցի պատասխան, հնարավորություն տանք նորից հնչեցնելու։ Լսում ենք ձեզ, հարգելի հեռուստադիտող։ Ահա, դուք չպատասխանեցիք, թե Թուրքիայի հետ ինչ ենք բարեկամություն անում։ Հետո դուք ճիշտ չեք ասում, որ այդ տրիպ ճանապարհը Ադրբեջանի համար չի, բայց չի Ադրբեջանը պահանջում, որ դա բացվի։ Ինչի ուրիշ պետություններ դրա համար չէին պայքարում։ Դա չէ, որ Ադրբեջանն էր պայքարում, որպեսզի իր տերիտորիայից միանա Նախիջևանին։ Ճիշտ է։ Այո, եւ հետո դուք կարդացել եք այդ ծրագիրը։ Ձեր կուսակցության նախագահ անընդհատ գովերքում է Փաշինյանին։ Ինչի օրինակի համար չեք մտածում, որ այդ 80-ից ավելի կուսակցությունները պետքա միավորվեն մի 1, 2, 3 կուսակցության։ Ինչ եք անում, տարանջատում եք ժողովրդին, ձայներ եք թաքցնում, բան տեխնազուները չեն կարողանում ձայն հավաքել։ Այսքանը։ Շնորհակալություն։ Ես զարմացած եմ ճիշտ ասած հարցից, որովհետև եթե մարդը ընդհանրապես կարդացել է ծրագիրը եւ համարում է, որ դա ճանապարհ է Ադրբեջանի համար, Ադրբեջանի համար ճանապարհը Իրանի տարածքով կար։ Ինչի համար էր այս ամբողջ պատմությունը։ Դա մառազմ է, պարզապես մառազմ, որովհետև սա կրկնում եմ, մայր ցամաքները իրար կապող ծրագիր է։ Սա միայն ճանապարհ չի։ Սա ենթակառուցվածքներ է։ Ինչի մասին է խոսքը։ Սա պարզապես մառազմատիկ Իսկ Թուրքիայի հետ բարեկամություն ասվածը հետաքրքիր է։ Նման հարցերի պատասխանել, եթե մարդը կարդան տեղյակ է համենայն դեպս տրիպին ու դա համարում է, որ ճանապարհ է Ադրբեջանի համար, որտեղ պահանջում էր Հայաստանը, իսկ ով ասաց, որ պահանջում էր միայն Ադրբեջանը, Հայաստանն էր պահանջում։ Հայաստանը պահանջում էր ապաշրջափակում։ Ինչի մասին է խոսքը։ Որ թվից է Հայաստանը դեռ պահանջել Թուրքիայի հետ սահմանի բացում։ Եվ վերջապես ինչ է նշանակում թուրքը մնում է թուրք, թուրքը մեր հավիտենական ճշնամին է։ Իսկ ով ասաց, որ ռուսը մնում է ռուս, եւ ռուսը մեր հավիտենական բարեկամն է։ Երբ մարդը գալիս է քեզ, քո հայրենիքից վտարում է, դա քո բարեկամն է, թե քո ճշնամին է։ Երբ մարդը այդ ամեն ինչը անում է, գործակցելով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, եկեք հիշենք Շոյգուի հայտարարությունները։ Եկեք հիշենք Շոյգուի հայտարարությունները, ինչ հիանալի ծրագիր իրականացրեցին Թուրքիայի հետ։ Մենք պետք է վերջապես դուրս գանք այս փակ շրջանակից։ Մենք վերջապես պետք է հասկանանք, որ չեն լինում հավերժական բարեկամներ ու հավերժական թշնամիներ, լինում են շահեր, պարզապես շահեր։ Եվ այս պահին այո, համընկնում են Հայաստանի Հանրապետության ու Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը, համընկնում են Հայաստանի Հանրապետության ու Եվրամիության շահերը, բայց չեն համընկնում Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի շահերը, որովհետև Ռուսաստանին տարածաշրջանում պետք չի խաղաղություն, Ռուսաստանին պետք է որ այս ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը, որպեսզի կարողանա անընդհատ ինչ որ մի ձևով տարածաշրջանում խառնակություն մտցնի, կարողանա իր ազդեցությունը տարածաշրջանում հնարավոր բոլոր երկրների վրա պահել։ Վաղը մյուս օրը եպես Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը դառնա իրականություն, Թուրքիայի հետ սահմանը բացվի, ռուսական ռազմաբազան Հայաստանի Հանրապետության տարածքում ում է պետք լինելու։ Ինչից է մեզ պաշտպանելու։ Պաշտպանող լինեին Արցախում կպաշտպանեին։ Պաշտպանող լինեին Արցախում չէին պաշտպանի, որտեղ Արցախը չէ ճանաչված պետություն էր համարվում։ Պաշտպանող լինեին հոբ համակարգը կգործեր, երբ պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության վրա էր արձակում գործում։ Ինչու հոբը չգործեց։ Սա էլ է խնդիր։ Գիտեք, ես զարմանում եմ ընդհանրապես ոչ միայն զանգողների արտահայտած որոշ տեսակետների վրա, այլ նաև բոլոր նրանց որոշ տեսակետների վրա, որոնք ասենք այս պահին չեն զանգում, բայց այնուամենայնիվ այդ տեսակետները շրջանառվում են։ Մարդիկ ընտրում են լրահոսից այն ամեն ինչը, ինչ իրենց տեսակետները հաստատում է եւ բացարձակ անաչառ չեն, օբյեկտիվ չեն լրահոսի ամբողջ բովանդակության նկատմամբ, որովհետև չես կարող էլի հանել այն ինչը որ քեզ դուր է գալիս եւ բացասել, մերժել, չգիտեմ, անտեսել այն ինչ որ իրականության մեջ գոյություն ունի։
իրականությունը գալու է ու խփելու է կամ գլխիդ կամ ոտքերի դու ընտրի։ Շատ լավ։ Խաղաղության խորհրդի հետ կապված ամեն դեպքում Տիկին Ես ուզում եմ Ադամյանը նաև անդրադառնալ այն հարցին, որ Հանրապետություն կուսակցությունը, չգիտես, մշտապես ում է պաշտպանում, ինչ է անում, դաշտն է խառնում, չգիտեմ, ինչ է անում։ Լսեք, մանկամտությունն էլ սահման ունի։ Հանրապետություն կուսակցությունը համենայն դեպս այս պահին դաշտում գործող ամենափորձառու եւ իր սկզբունքներին երբևէ չդավաճանած կուսակցությունն է, ոնց ուզում եք վերցրեք։ Եվ Հանրապետություն կուսակցությունը իր հիմքում ունի պետականության շահը, ոչ թե գնալ այս ընտրություններում, հաղթել կամ այն ընտրություններում հնարավորինս շատ մանդատ ստանալ, դա երբեք չի եղել մեր խնդիրը։ Մեր խնդիրը այս պահին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պահպանումն է։ Մեր խնդիրը այս պահին այնպիսի իշխանության ձևավորումն է, որ անդադ այսպես հավասարակշիռ իրականում անհավասարակշիռ խաղեր չի տա։ Այո, մենք ուզում ենք գնալ եւ 50+1 ստանալ, որովհետեւ մենք կարող ենք այս երկիրը եւ տնտեսապես պահել, եւ զարգացնել, եւ կառուցել, եւ ապահովել այսօրն ու վաղը։ Մենք այդ ամեն ինչը կարող ենք, մենք այդ ներուժը ունենք։ Մենք պարզապես դրա համար պետք է ստանանք ժողովրդի վստահության քվեն։ Դա է ամբողջ խնդիրը։ Եվ պետք չի Հանրապետություն կուսակցության ինչ որ մեղադրանքներ ներկայացնել, սրա հետ միավորվի, նրա հետ միավորվի, նրա հետ միավորվի, ձայն մի փոշիացրու, լսեք, աբսուրդն էլ սահման ունի։ Ամեն դեպքում Տիկին Ադամյան շատ կարճ, եթե հնարավոր է խաղաղության խորհրդի հետ կապված իսկապես կան հարցեր, որ ինձ կարող են հունից հանել։ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները ընդունել են այդ հրավերը միանալու խորհրդին, սա Ես ինչ է։ կարծում եմ, որ այդ խաղաղության խորհուրդը թեպետ ի սկզբանե ձևավորված է Գազայի վերականգնման ծրագրի համար, բայց ամենայն հավանականությամբ շատ ավելի մեծ ընդգրկում կարող է ունենալ։ Եվ Հայաստանի Հանրապետության անդամակցությունը այդ խորհրդին կարծում եմ, որ շատ կարևոր է, որովհետև տարածաշրջանում, տեսեք, այ տրիպի ընդհանրապես համաձայնագրի կնքման ամենակարևոր ինձ համար, ամենայն դեպս ինձ համար ամենակարևոր քաղաքական հետևանքներից մեկը այն էր, որ թե Ադրբեջանը, թե Հայաստանը դրվեցին հավասար հարթությունների վրա, այլևս այդ հաղթող պարտվող չի քննարկվում է համագործակցությունը եւ այս խաղաղության խորհրդում էլ թե Հայաստանի Հանրապետության, թե Ադրբեջանի Հանրապետության ընդգրկումը նշանակում է այդ հավասարակշռության համագործակցության ոգու շարունակականություն։ Ես կարծում եմ կարևորը այնուամենայնիվ բոլոր դեպքերում մնում է նա, կարևորը մնում է տարածաշրջանում խաղաղությունը եւ զարգացումը, ոչ թե տարբեր մարդկանց տարբեր տեսակետները Շատ շնորհակալ եմ Տիկին Ադամյան, մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել նաև Patreon-ում, այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով, մենք կհետևենք զարգացումներին։